Երեք մկնիկները բուլղարական ժողովրդական հեքիաթ։ Փոքրիկ դաշտում մանկան ափի չափ մեծ իրենց բնում ապրում էին երեք բեղավոր ու երկարապոչ մկներ։ Ձմեռը մկան դաշտում կես ափ ձյուն տեղաց։ Երբ արևը դուրս եկավ, երեք մկնիկները դուրս եկան ծակից և իրենց մկնային թաթիկներով սկսեցին մաքրել ձյունը։ Երկար աշխատեցին նրանք, մինչև մեկ էլ բոլորովին անսպասելի սառած կարագի մի կտոր գտան, փոքրիկ սիսեռի չափ մի կտոր։ Տարան բույնը և կարգադրեցին իրենց մեջ ամենակրտսերին պահել այն։ Հենց որ մեծ եղբայրները դուրս եկան ծակից և նորից սկսեցին ձյուն մաքրել, փոքրը հոտ քաշեց կարագից և փսլինքը թափվեց։ Մոռացավ եղբայրների պատվերներն ու կարագը կերավ։ Երբ նրանք վերադարձան և իմացան, որ փոքր եղբայրը չի պահել իր խոստումը և ամբողջ կարագը կերել է, այնպես բարկացան, որ մի լավ ծեծեցին նրան ու տարան դատավորի մոտ։ Դատավորը նստած էր գահի վրա։ Նա երկար սպիտակ բեղեր ուներ, պոչն էլ հասնում էր մինչև հատակը։ Նա մկներին հարցրեց, թե ինչու էին իր մոտ եկել։ Նախ դուրս եկավ ամենամեծ եղբայրը և սկսեց պատմել։ «Մենք երեք եղբայր ենք»։ «Օհո, ամբողջ մի գունդ եք», բացականչեց դատավորը։ «Ունենք մեր սեփական դաշտը, մանկան ափի չափ»։ «Դե դա ամբողջ մի թագավորություն է», ծափ զարկեց դատավորը։ «Ձմռանը մեր դաշտում կես ափ ձյուն տեղաց»։ «Ինչ ես ասում», զարմացավ դատավորը։ «Ուրեմն իսկական փոթորիկ է մոլեգնել ձեզ մոտ»։ Երբ արևը երևաց, մենք դուրս եկանք մեր բնից և սկսեցինք ձյունը մաքրել։ «Ինչպիսի դժվար գործ», նկատեց դատավորը։ «Եվ հանկարծ բոլորովին անսպասելի կերպով գտանք կարագի մի կտոր սիսեռի չափ»։ «Դե դուք ամբողջ մի գանձ եք գտել», ժպտաց դատավորը։ «Մենք կարգադրեցինք մեր փոքր եղբորը պահել այն, մինչև որ վերադառնանք»։ «Դրանից էլ լավ պահակ», գլխով արեց դատավորը։ Բայց նա չկարողացավ զսպել իրեն և ամբողջ կարագը կերավ։ «Դու տես, թե ինչ բկլիկն է», զարմացավ դատավորը։ «Այն ժամանակ մենք մի լավ ծեծեցինք նրան»։ «Կնշանակի դուք իսկական ճակատամարտ եք տվել», ծիծաղից ցնցվեց դատավորն ու այսպիսի վճիռ արձակեց։ «Խաղաղություն կնքեք ձեր մեջ, այլևս մի կռվեք իրար հետ և այսուհետև ապրեք հաշտ ու խաղաղ, ինչպես վայել է եղբայրներին։ Իսկ հիմա գնացեք ձեր բույնը»։